տեսնում եք, չէ, այս հուդաները չեն հանգստանում, ոչ մի կերպ գիշեր-ցերեկ ուղարկում են այս հերոստա ընկերությունից այնտեղ, այն որ ասում է Civic-ա, չգիտեմ ինչա, իսկապես դրա հույսին մնաք դուք, այդ ինչ օրն եք ընկել, այն հատկապես, չգիտեմ, Վազգեն Սրբազանա, թե Վազգեն Բռնաբարը, որտեվ իր հայտարարություններ այս վերջին շրջանում, որ հետևում եք, շատ կոնկրետ այս մարդը լծված է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս բռնությունները աջակցելով, մի հատ էլ խրախուսելով, գովաբանելով եւ բանը այդ ամեն ինչը այսպես ասած լղոզելով, որ մեծ հաշվով բան տեղի չի ունեցել։ Մի հատ հետաքրքիր բան էր պատտվում, կուզենայի, որ իսկապես մի հատ միասին հետևենք այս 10 հուդաներին, տիրադավներին, դավաճաններին ու հիշեք այս ձայնը, այս դեմքերը, այս ամեն ինչը հիշեք։ Նրանք 10 էին, թեպետ իրենք ասում էին առայժմ 10-ը, տեսնենք, որովհետև հրեշը սատանան շատ ակտիվ, մի հատ էլ բան կան է, շատ ակտիվ են, հիշեք ես դեմքերը, եկեղեցու պատերից քարեր հանող, եկեղեցու դռները բացող, պայմանական ասած իրենք չնայած փականներով կողպող այս մարդիկ են, այսպես կոչված բռնաբար սրբազանները։ Լավ հիշեք ես դեմքերը։ Տիրադավի, Արցախը Ադրբեջան համարողի, Հայաստանի տարածքները զիջողի, 358 եկեղեցի թշնամուն թողած մարդու ձեռքը սեղմող այս տիրադավ դավաճան հուդաներին լավ հիշեք, բրուտոսներին լավ հիշեք։ Նույն ինքը Վազգենը, բռնաբար թե Սրբազան արդեն չգիտեմ, նույն ինքը Արամը կամ Ստյոպիկը, չէ՞։ Անուշավանը, կհիշենք, մենք ես դեմքերը կհիշենք, բայց հիմա արժի, որ տեսանելի է, որ առաջին պլան են մղել հատկապես մեկին, Վազգեն Սրբազանին կամ նույն ինքը, ինչպես ասեցի, Վազգեն Բռնաբարին, որ զբաղված է պաշտպանելով, աջակցելով հայ առաքելական եկեղեցու նկատմամբ բռնություն կիրառող մի թիմի, մի ուժի, մի անձանց, ովքեր շարունակում են արդեն տևական ժամանակ հարձակումներ գործել հայ առաքելական եկեղեցու վրա, ուղղակի ահաբեկել հոգևորականներին, բառիս բուն իմաստով ահաբեկել բոլոր հոգևորականներին, սրբազաններին, կալանավորել 4 սրբազանների և նաև թիրախավորել վեհափար հորը և պատրաստվել հարձակման մարտաճարի վրա։ Սա առաջին պլանում է նույն ինքը Վազգեն Բռնաբարը և ինչ է անում, առավոտ ու գիշեր հարցազրույցներ է տալիս, նախ ով է իրեն թույլ տվել, որ ինքը թողնի իր հոտը բարձրյան երկրներում ինքը հոգևոր հովիվն է, առաջնորդն է, բայց ինչպես տեսնում ենք, մեկ ամսից ավել ինչը վերընկած է այստեղ, բանի թափառականի ինչ-որ բան կարգավիճակում, են թափառականների հետ, շրջիկների հետ, կամ ինչպես էին ասում, ապառիկով վերցրած այդ հոգևորականների հետ, գնում են եկեղեցուց եկեղեցի և պղծելով այդ եկեղեցին, որտև դա պղծություն է, որտև իրենք հրաժարվում են իրենց ուխտից, որ հավատարիմ պիտի լինեն հայ առաքելական եկեղեցուն, հավատարիմ պիտի լինեն իրենց ուխտին, հավատարիմ պիտի լինեն վեհափար հորը, գնում են և պղծելով իրականացնում են այս պիղծ, տիրադավ, ապորինի
կեղծ պատարակները իրենց մասնակցությամբ, իրենց հովանավորությամբ եւ իրենց աջակցությամբ։ Եվ այսպես ինչ է հայտարարել, ուրեմն 3 հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին Սույն Անձը, նույն ինքը Վազգեն Սրբազանը կամ Վազգեն Բռնաբարը եւ ինչ է հայտարարում ինքը հայտարարում է, որ անպայման պիտի Վեհապար հայրը գնա, մի հատ էլ ուշադիր լսեք, Վեհապար հայրը պիտի գնա Նիկոլի հետ հանդիպման եւ այդ հանդիպման ժամանակ անպայման պիտի քննարկեն Վեհապար հոր հրաժարականի հարցը եւ պիտի Վեհապար հայրը Վազգեն Գարեգին երկրորդը պիտի հրաժարական տա։ Ուրեմն Սույն Բռնաբարին կամ չգիտեմ Վազգենին, չգիտեմ ում, էլ ինչպես կոչես այս անձին, ասեմ որ եթե մի քիչ ինքը բարոյականություն ունենար եւ մի փոքր արժանապատվություն ունենար եւ ընդհանրապես իր ուխտին հավատարիմ լիներ այս անձը եւ հիշողությունն էլ թարմացներ եւ ինչ որ բաներ հաշվի առներ, պիտի որ շատ լավ հիշեր, որ անգամ առաջին հանրապետության, երբ որ երրորդ հանրապետությունը հռչակվեց եւ իշխանության են Լևոն Տեր-Պետրոսյանը, հիշում եք, որ առաջին անձնագիրը հանձնվեց, առաջին անձնագիրից մեկը հանձնվեց Վազգեն առաջինին եւ իրենք էին գնացել նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ մյուսները գնացել են իրենց խոնարհումը երախտիկը հայտնելու եւ փոխանցելու։ Այնպես որ այստեղ ոչ թե պիտի Վեհապար հայրը գա իր դուրը, էնել այսպիսի դավաճան ինչ ասեմ, դավաճան ուրացող Արցախ հանձնող մեկի դուրը, այլ ինքը պիտի գնա այդ դուրը եւ էլ դեռ հայտնի չի այդ դուրը պատրաստ են իր առջեւ բացելու թե ոչ։ Եվ ինքը առաջարկում է, որ գնա այնտեղ եւ ոչ ավել, ոչ պակաս, ուրեմն պիտի գնա Արցախը, Ադրբեջան համարող Արցախը հանձնող 7 միլիարդի պարտ բերող Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնող 150,000-ի տնավեր դարձնող սովի մատնած մեկին, որ հիմա էլ ապիկար այսպես դավաճանական հայտարարություններ անում Արցախի ժողովրդի հասցեին ասելով, որ իրենց մտքից պիտի հանեն Արցախի վերադարձի հարցը, Արցախ ընդհանրապես պիտի հանեն, որ հրամայում է հարձակվեք սրբազանների վրա, հրամայում է հարձակվեք, գնացեք Արցախի ներկայացության տան վրա հարձակվեք, այս անձին, որ ընդհանրապես պիտի չգիտեմ ուր վռնդի հայ ժողովուրդը ինչ պիտի անի հայ ժողովուրդը այս անձի հետ լավագույն դեպքում դատարան տանի, ես մնացած էլ չգիտեմ, միայն երևակայել կարելի ինչ պիտի լինի, այս ողորմելի թշվառականը նույն ինքը Վազգեն Բռնաբարը առաջարկում է, որ Վեհապար հայրը գնա այնտեղ եւ ոչ ավել ոչ պակաս Վեհապար հոր հանգստի հարցը քննարկեն։ Ինչ ասես այս մարդու եւ դու ով ես ընդհանրապես, որ նման առաջարկ անես, դու ընդամենը քո ուխտը դրժող մի տիրադավ ես, դու ապիկար թշվառական ողորմելի ես, որ բռնել ես դավաճանի ձեռքը, այն դավաճանի ձեռքը, որ հիմա կալանավորել է 4 սրբազանների եւ պատրաստվում է հայ առաքելական եկեղեցու տակից վերջին քարերանի եւ փլուզի։ Իդեպ դու ինչի ես առանց խաչման գալի, այդ Էդգար Ղազարյանի նկատառումն է, փաստոր ինքն է նկատել, որ այս մարդը արդեն գնում է, սա հին է, բայց հիմա մենք կներկայացնենք, դա որ այս մարդը գնում է այդ հարցազրույցների եւ մի քանի տեղ ներկայացել է առանց անի։ Հետո ինչ է առաջարկում։ Իրեն ասում են, բայց ինչի եք դուք այդպես ասում։ Արդյոք ինչ որ փաստեր ունեք, որ իրենք ինչ որ երկրի գործակալ են, sense ձևեր է թափում, թե գիտեք, եկեք չխոսեմ դրա մասին, բայց օրինակ Վեհապար հոր եղբոր հետ կապված այդպիսի փաստեր իբրև թե իրենց ներկայացնեն։ Դե սերի կա տականքներ, դե մի հատ հրապարակեք տեսնենք։ Կամ հետո ասում է, դե բայց Վեհապար հոր հետ կապված այդպիսի բան չկա։ Եթե այդպիսի իբրև թե դու կա այդպիսի բան տեսել ես, բայց չես ուզում խոսել, իհարկե Վեհապար հոր հետ կապված չկա, բա քանի հազար տականք, քանի հազար թշվառ ողորմելի այդպիսի փաստ կա, որ այս բանդան, ինչպես ձեր նախկին եղբայրները, հոգևոր եղբայրները, հիմա ես ինքս կդժվարանամ ասել, որ ձեր հոգևոր եղբայրներն են բանդված, փակված են 3 սրբազանները, որ ասեցին, որ սա բանդայի ձեռքում է, այս բանդայից պիտի ազատագրվենք։ Բա քանի այդպիսի փաստեր կան, որ այս իշխանությունը այսօր ձեռքի հետված օտար ուժերի, թուրքերի եւ ադրբեջանցիների հետ միասին եւ հանձնում են Հայաստանը եւ ինչ դավաճանական բան են անում, բա այլ ողորմելի, այլ թշվառական, դու խիզախում չունես դրա մասին խոսելու, դու խիզախում չունես ասելու, որ ինքն է հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է, դու խիզախում չունես հերթական դավաճանական բաների մասին խոսելու, այսպես որ Արցախը երբ որ շրջափակել են եւ սովի էին մատնել եւ երբ որ թշնամին հարձակվեց, բարեզբուն իմաստով հարձակվել էր եւ ոչնչացնում էր ամեն ինչ, այդ ժամանակ այս դավաճանը հայտարարեց, որ մենք չենք
պատրաստվում պաշտպանել, բայց մեր եղբայրներն են, մեր հայրենակիցներն են, բա ինքը ինչի համար էր կոչված, չէ, դու այդ խիզախումը չունես, որտեվ քո վրա հաստատ, որտեվ դու ագահ ես, որտեվ դու դավաճան ես, դու ապիկար ես, դու ուրացող ես եւ սրբապիղծ ես ու տիրադավ ես, ինչպես ասել են, եւ դու այսօր գնացել ես բանդայի հետ, որտեվ բանդա է, դու գնացել ես համագործակցում ես այդ բանդայի ղեկավարի հետ, այդ բանդա ես չեմ ասում, բանդայի ձեռքը մենք ընկել ենք, այդ սրբազաններն են ասում եւ ոչ միայն սրբազաններն ասում, հայ ժողովրդի մեծամասնությունն է դա ասում եւ դու գնացել ես համագործակցում ես թշնամու ձեռքը բռնած մի ուժի հետ, որ պատրաստվում է նոր տարածքներ հանձնել, Ալիևն է ուժեր դրա մասին, Ալելն է ասել դրա մասին, որ պատրաստվում է հանձնել եւ այն թշնամուն է շոյանքով, համակրանքով, հարգանքով խոսում են թշնամու մասին, որ միջև շարունակում է գերիներ պահել այնտեղ, մեր նախագահներին ու գեներալներին եւ շարունակում է հայտարարել, որ 350,000 ադրբեջանցի բերելու է Հայաստան եւ շարունակում է հայտարարել, որ Սևանն ու Երևանը իրենն է, այ այդ թշնամու այդ դահիճի հետ դու պատրաստ ես երկխոսության համագործակցության, դու այն թշնամու, որ նստած է այստեղ պատրաստ ես համագործակցության, մի հատ էլ առաջարկում ես, որ վեհապար հայրը պիտի գնա իր ձեռքը սեղմի, պիտի գնա իր հետ խոսի երկխոսության, իր դուռը գնա, որ խնդրի իրենից, այդպես է ստացում, որպեսզի ինքը ուղարկի իրեն հանգստի։ Այ այսպեսին ես դու Արտավաճան, սա է առաջարկում, որ պիտի գնա եւ ասում են այնտեղ իրեն առաջարկում հարցնում են, ասում են, բայց այդ փաստերը ունեք, ասում են, չէ, այդ փաստերը չունեն, բայց ասում են, մենք տեսեք ինչ փաստերն ենք, մենք տեսանք, չէ, որ ԱԾ-ն, ուժայինները մտել են, շրջափակել են եկեղեցին Գյումրիում շրջափակել են, որ հավատավոր ժողովրդին չէ, թույլ չեն տալի, որ ձեր եղբայր հոգևորականներին թույլ չեն տալիս իրենց պատարագը անեն, որ իրենց նկատմամբ ահաբեկչություն է, ասում է, չէ, ես դա չեմ տեսնում, կույր է ինքը, խուլ է ինքը, համր է ինքը դա չի տեսնում, ասում է, մեր թշնամիները չեն այդ ԱԾ-ականները, մեր բարեկամներն են, այդպես բարեկամաբար գայետորը, որ են իրանց եղբայր թշնամիների հետ միասին, քեզ տանեն բանտի Բաքվի բանտ, այդ խոշտանգումների ձեզ ենթարկեն, ու կամ տանեն Հայաստանի բանտ, այն ինչ որ խոշտանգումները հիմա ենթարկում են Մկրտիչ սրբազանին այդ պայմաններում, այ տեսնեմ դուք դրանից հետո ինչ կասեք, կամ որ մտնեն ձեր տուն, ինչպես որ քահանաների տներ են մտնում եւ ահաբեկում են քահանաներին եւ սպառնալիքներ, համոզում են, կոմպրոմատներ են դնում, ասում են, այսպես ասեք չեն համաձայնում, այդպես թող ձեր գլխին գա կամ գրա քարակին գա, իսկ դա լինելու է հաստատ։ Եվ դուք դրանից հետո տեսնեմ այդ նույն տեսքով ձեր ուռած փքված դեմքով էլի կհայտարարեք, ասեք, չէ, նրանք մեր բարեկամներն են, ԱԾ-ականներ այդ ուժայինները մեր բարեկամներն են եւ ինչքան բարի ու լավն է Նիկոլը, շատ բարի է, ինչ հավատավոր որ ծնկի է եկել, այդ ծնկի եկած վիճակը ձեզ դուր է գալիս, որ ինքը այդպես ծնկի եկած եւ խոնարհված է, այն մարդու արչև են Էրդողանի, որ ասում է հայը մի հատ մսի կտոր է մնացել մեր թրի վրա, ձեզ դուր է գալիս այդ խոնարհումը Նիկոլի, շարունակեմ, ձեզ դուր է գալիս այդ նվաստացած ողորմելի վիճակը, գիրքը ձեռքը առած այդ նույն Էրդողանի արչև, որ այդպես նվաստացած կանգնած է, ձեզ դուր է գալիս, որ այդպես նվաստացած, երբ որ ասում է բանը այ հարբեցող ծաղրած ու Նիկոլին ասում է, Նիկոլը դրանից հետո իր այդ թշվառ վիճակով գնում է վիզը ծռած կանգնած է Ալիևի արչև եւ ինչ որ ողորմություն է խնդրում, լավ գոնե հիմա կանգնի միջև ես ընտրվեմ, դրանից հետո կտեսնես եւ դու շարունակիր այն խոշտանգումները ինչ որ անում ես մեր գերիների նկատմամբ եւ շարունակի նվաստացնել հայ ժողովրդին եւ շարունակի ասել, որ Երևանն ու Սևանը իմն է եւ ես բերելու եմ, դա ձեզ դուր է գալիս, հա, ուռած դեմքով բռնաբար Վազգեն սրբազանես չգիտեմ ինչ, դա ձեզ դուր է գալիս եւ ինչն է հետաքրքիր, որ մի անգամից է իրա թշվառ ողորմելի դեմքը ինչպես է բացահայտում մեր գործընկերը հարցնելով դուք իսկապես ուզում եք որ մեծ խոսքեր է ասում Նիկոլը այսպես խոնար հավատացյալ բարի երևի առաքինի բան էսպիսին է եւ ինչ է ասում եւ ինչ է պատասխանում խնդրեմ տեսանկյունից ոչ մի քննարկում չկա վեհապար հայրապետի հեռացման հետ կապված լսեք ինչ է ասում հրաժարականը պահանջելուց 20 օր առաջ arczepiskopos Միրզախանյանն ազատության հետ զրույցում ասում էր մեր վեհապարն է իր հետ քննարկում ենք ամեն բան ինչ փոխվեց Մենք ստիպված ենք եղել այս քայլը կատարելու, մենք վեհապարի կողքին միշտ ենք եղել, մեր այդ շմիածնի կողքին կանք եւ կանոնականության մեջ ենք, բայց մենք այո, մենք այսօր ենք իր կողքին,
մենք իր գործերի կողքին չենք։ Հիմա ինչ ասես, այս երեսպաշտ, ստախոս, սրիկային 20 օր առաջ ասում է կանգնած ենք վեհափառ հորը, մենք ուխտ ունենք, մենք հավատարիմ ենք, հա, եկել այստեղ այսպիսի հայտարարություն է անում եւ ինչ է ասում հիմա այս թշվառականը, ինչ կարող ես ասել, կամ այս մարդուն ինչ որ բան են խոստացել, կամ այս մարդուն վախեցրել են, կամ այս մարդը իսկապես են ողորմելի թշվառականն է մնում, ինչպիսին որ կար 2018 թվականին երջանկացած, որ տեղի է ունեցել Հայաստանում թուրքական հեղափոխություն եւ երջանկացած հետագա տարիների ընթացքում էլ որ Արցախը Ադրբեջանը հռչակեց Նիկոլը, այստեղ էլ է արդարացնում իրեն, ասում է այդ ինքը չէր, ինքը գնում այնտեղ ասում է Արցախը Ադրբեջանն է, բայց ինքը սրիկայա կույտի նման բանդայի խոսքերով ասած, այս ամեն ինչը գցում է ռուս խաղաղապահների գնդակը, այսինքն դու քո տունը տանում հանձնում ես, հայտարարում ես, որ ուրիշինն է, եւ մեկ այլ երկիր պիտի գա քո փոխարեն պաշտպանելու, երբ որ դու արդեն կամ ծախել ես, կամ վաճառել ես, կամ ուղակի նվիրաբերել ես քո հայրենիքը։ Ահա այսպիսի սրիկա, ահա այսպիսի մի ողորմելի անձնավորություն, որ բռնել է, ես նորից կուզենայի 10 հուդաների, 10 տիրադավների խոսքը դնել եւ միջև դա դնել է մի նկատառում եւս ասում է տեսեք կուսակրոնության հետ կապված են հարցը բարձրացել չէ դուք հիմա ցույց են տալի որ անհանդուրժող ենք որովհետեւ ինչ որ հրապարակումներ եղան սրբազանների հետ կապված որ իրենք իրենց կուսակրոնության ուխտը խախտել են չգիտեմ վեհապարի հետ կապված այ այստեղ ինքը չգիտեք ինչի բավականին հանդուրժող է իմիջիայլոց ես կարծում եմ շատ են հանդուրժող եւ ճիշտ է որ դա պիտի վերանայվի գիտեք ինչի է այդտեղ հանդուրժող որովհետեւ ինքը ինչպես Նիկոլն է ասում օդում կախված աղբյուրների ինքը շատ նույն այս Վազգեն սրբազան կոչեցյալը կամ Վազգեն բռնաբարը որ օգնում են նրանք ովքեր որ բռնաբարում են ճնշում են հարձակվում են ահաբեկում են հայ առաքելական եկեղեցին եւ հոգեվոր այրերին օգնում են նրանց, որովհետև ինքն էլ է այդ մեղքի տակ եւ դրա համար բավականին մեղմ եւ հանդուրժող է խոսում, օրինակ այդ հարցի հետ կապված։ Բայց ես կուզենայի վերջում նորից տեսնենք, հիշենք եւ չմոռանանք այն դեմքերը, ովքեր դավաճանի ուրացողի ձեռքը բռնած այսօր այն մուրճով որ ինքը ասում էր կխփեմ չգիտեմ ում գլխին այսօր այդ մուրճը առաջ այդ ավելի ծանր բան ձեռքները վերցած քանդում են հայ առաքելական եկեղեցու հիմքերը